2025 թվականի ընթացքում Նուբարաշենի աղբավայրն արվել է 12 անգամ։ Այս խնդիրն այսօր Երևանի Աքիլեսյան գարշապարն է դարձել։ Այս հիմնախնդրի հետ կապված մենք այսօր իրականացրել ենք հարցում։ Բարև ձեզ։ Թույլ կտաք երկու հարց ունենք Սովետաշենի աղբահանության եւ հրդեհների հետ կապված։ Ես առաջին անգամն եմ Հայաստանում, չեմ պատկերացնում այդ խնդրը, որ ինչ որ ձևավորված է, բայց ցավակցում եմ, բայց դա իհարկե մենք շատ ենք հետ եվրոպական երկրներում, թե ինչ ձև են ուտիլիզացիա ոնց է հայերեն այդ բառը, իսկ ըստ ինձ Սովետաշենն էլ գտնվում է Երևանից ոչ հեռու եւ այդ ամեն ինչն իհարկե ազդում է էկոլոգիայի վրա, առողջության վրա եւ իմիջի քաղաքի Երևանը որպես մայրաքաղաքի վրա տուրիստների համար դա շատ բացասական ազդեցություն ունենում։ Ձեր կարծիքով ինչ լուծումներ պետք է լինեն, պարզապես բնակչի քաղաքացու կարծիքն է։ Առաջերտին պետք է Ավինյանին գործից ազատեն, առաջերտին այդ ովքեր որ դրանով պետք է զբաղվեն 7 տարվա մեջ չեն կարողացել անել, դա ցույց է տալիս իրանց ովքեր են այսօր ղեկավարում մեր Երևանը։ Հաջորդ քայլն վարչապետին, ՔՊ-ին հեռացնելն է, որովհետև իրանց կանանն է, չէ՞։ Մենք տերում ենք ինչա կատարվում, էկոլոգիայի հետ։ Երևանում խի պետք է սենց բարձրահարկ շենքեր շինեն։ Երևանը իր կոլորիտը կորցնում է։ Ինչ ասեմ աղջիկ ջան, ինչի են արել, թող չաներին, եթե արել են, պետք է մաքրվի, պետք է տեղին ամեն ինչը լինի։ Չէ՞ որ այնտեղի ապրող ժողովուրդն է մարդը, այդ հոտը քաշում են, շնչում են, դա հիվանդության բուն է, չէ՞ բալես։ Ամեն ինչը պետք է տեղին լինի, մեկը մեկին հասկանան, մեկը մյուսին մի քիչ ընդառաջեն։ Իմ կարծիքով ամեն ինչ լավ կլինի բալես։ Եթե հասկանան իրար, ամեն ինչը լավ է լինելու, մեկ մտածի աղջիկ ջան։ Ես ուզում եմ, որ աշխարհը խաղաղ լինի, մեր ջահելները լավ լինեն, մեր մեծերն էլ լավ զգանք էլի։ Օրինակ այս տարիքից ուրախանում եմ, որ ջահելներում տեսնում եմ առող։ Սովետաշենի հրդեհի մասին։ Ես էլ ուզում եմ, որ ինքը թող մաքրեն։ Տեղը, ինչի են արել, ինչի են բաժարտվել, թող չտան էլի։ Վատ մարդիկ շատ կան։ Ճիշտ է, դա ճիշտ չէ։ Մենք արտակարգ պետություն ունենք, արտակարգ քաղաքականություն են վարում, կարծում եմ դրա մասին աչալուրջ կլինեն ու կմաքրեն։ Աննախադեպ է մեր եւ քաղաքականությունը եւ քաղաքականության իշխանության ներկայացուցիչները, այնպես որ կարծում եմ որևէ բաց չի լինի։ Հրդեհի մասին էլ չգիտեմ։ Ես գիտեմ մեր մոտ սա գունավոր է, շատ լավ է, հիանալի է։ Ուզում եմ ասել, որ հետևողական լինեն մեր կառավարությունը, քաղաքապետը, որ նման բաներ էլ չկրկնվի։ Ժողովուրդը ուղղակի մեղք կա, խեղդվում է, ես ունեմ այնտեղ ծանոթ, գիտեմ։ Մի ահավոր վիճակում է, դուրս չեն կարողանում գան, պատուհանները անընդհատ պակ։ Չի կարելի, ուղղակի մարդկանց սենց վիրավորել, չգիտեմ։ Ոչինչ չի արվում, այո, դրա համար եմ ասում, պիտի հետևողական լինեն, կարողանան, ուղղեն, շտկեն այդ ամեն ինչը։ Մեղք կա ուղղակի մեր ժողովուրդը, չգիտեմ։ Երեխաներ կան, ծերեր կան, ոնց կարելի է։ Ինչա պետք անել։ Ինչ ասեմ, չգիտեմ, միգուցե նոր տեղ, միգուցե նոր տեխնոլոգիաներ, չգիտեմ ինչ պիտի անեն, ուղղակի պիտի հետևողական լինեն, որ նման բաներ չկրկնվի։ Честно говоря, да, но то, что у нас экология немножко страдает, это правильно. Что нужно делать? Но надо чистить, я не знаю. Քննադատություն չգիտեմ ասեմ, թե չէ, բայց կոնկրետ օդի հետ կապված, որ այդ կեղտոտ օդն ենք շնչում, երեխաները, մենք, բոլորը, մեծահասակները, այդ արդեն դժբախտություն է, չգիտեմ ինչ ասեմ։ Միակ բանը, որ կարելի անել խողով ծածկելը, օտար բան չեն կարող, կան թե մի հատ գործարան շարքեն, այդ աղբերը դա գործարան մշակվի եւ բաժանվի, ասենք կրակինը կրակ լինի, ասենք եթե պետք է հողային խառնվի, այդ բաները մենակ եսի Շվեդիայից եմ, եսի նորություն չի, ընդեղ էլ վառում ենք այս բաները, աղբատեղերը, ստեղ նորություն չի, հետի աշխարհի պրոբլեմն է, Պարսկաստան նույնն է, եթե երթում ես օտականիստում, գարշալտից չես կարող ասեն շնչես, ամեն տեղ այդ պրոբլեմը կա, հիմա այս մեր երկիրի պրոբլեմն էլ է, հատուկ
լուծում չունի, միակ այնա որ փորեն։ Օղլոցնեմ վրեն ծածկեն, որ էլ նորից չվառի։ Ժողովուրդն են, որ այդում են վառում են։ Ինքն իրան չի վառում, եթե էլ ասենք այդպես է, այս շիշեկը որ գցում են ներսը, արևը կպնում է վրան, իրան խոշորացուց էդի վառում է։ Կառավարությունը ոչ չի կարողանի, որովհետև ժողովուրդը պետք է կառավարության օգնեն։ Եթե չօգնեն կառավարությունը ո՞վ է, ժողովուրդը։ Ժողովուրդը չօգնեն ոչ չի ելնի։ Ոչ բան չի անում, բացարձակ ոչինչ չի անում։ Դե աղբահանությունը ընդհանրապես հիմա աղբահանության իմաստով մի քիչ ավելի լավ է, բայց այդ աղբա այրելը սարսափելի բան է։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն դա չի անում, որտեղ դա շատ վտանգավոր բան է եւ ես իմ պատշգամբից շատ լավ տեսնում եմ, թե ոնց էր այրվում։ Չգիտեմ, ես մասնագետ չեմ, բայց ինչ-որ բան պիտի արվի անպայման, որտեղ այդպես ապրում էին մեր պապերը աղբա այրելով, բայց այսօր չի կարելի աղբա այրել լինել քաղաքում։ Այդքան է, թե ինչ պիտի անեն, դրա համար մասնագետներ կան։ Այսինքն կարևորը ցանկությունն է, որ ինչ-որ մեկը հասկանա, որ ինչ-որ բան պիտի արվի դրա հետ կապված, ոչ թե այդպես այրեն ու հետո հրդե, չգիտեմ ինչ։ Տեղից էլ մենք ապրում ենք սարսափելի փոշոտ, աղտոտված օդով քաղաքում, դրան գումարվում է նաև աղբա այրելը, որը նախնադար է հիշեցնում ինձ։ Այդքան։ Երևի չգիտեն ինչ պետք է անեն, բայց այդ խնդիրը միշտ էլ եղել է։ Դե գիտակ մարդ ելնի, որ կարողանա կազմակերպել գործը։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Պիտի մարդն էլ մենք բոլորս էլ մի քիչ սկզբունքորեն մոտենանք հարցին, որ դա ավելի ոչ թե տենց ցանկալի է, որ դիտավորությունն է այդտեղ, ուղղակի այդպես ստացվել է։ Ես այդպես եմ կարծում։ Ոչ մի դիտավորություն չկա։ Ուղղակի մի քիչ կարող է անփույթ պահեր են եղել, դա էլ կշտկվի։ Ամեն ինչն էլ կարող են շտկել, գեղեցիկը անել, չի կարելի միշտ դժգոհել։ Պետք է գտնենք ելքերը, որ ճիշտ կարողանան այս երկիրը, մեր սիրուն երկիրը ճիշտ ղեկավարվի։ Ես այդպես եմ կարծում, մնացածը չգիտեմ։ Ճիշտն ասած, ես իրազեկված չեմ, ասենք իրենք ինչ գործողություններ են կատարում, բայց դե նոր ա եղել, անդադ այդպիսի բաներ չի եղել, էլի ես նոր եմ լսում, որ ասենք այդպիսի հոտ ա եղել, ես չեմ զգացել, կոնկրետ ասեմ, անկեղծ եմ սա ասում։ Իսկ եթե ընդհանուր փոփոխությունների համար ես շատ կարող եմ ասել, որ միայն երթևեկությունը, որ բավականին լավ է։ Այո, նախկինը ոնց էր։ Չէ ճիշտը խոսենք, ով գլխիներ նստած, ով ոտքիներ կանգնած։ Մի խոսքով ես չեմ քննադատում ոչ մեկին, բայց ես նայում եմ, որ բավականին փոփոխ։ Դե մի անգամից չի լինի սիրելիս։ Այդքան հեշտ երկու հոգի ընտանիքում իրար չեն հասկանում, բայց երկրին ոնց կարելի ասել, որ դա ճիշտ լինի։ Ես այդպես եմ կարծում, դի բոլորս էլ մեծ ջանքեր գործադրենք համբերությամբ, գեղեցիկ վերաբերվենք ամեն հարցի նկատմամբ։ Որ ավելի քան խնդրահարույց խնդիրը, տեսնեք, ինչպիսի հնարավոր լուծումներ այդ ամենին կլինեն։ Բայց գիտեք, մի ցանկություն այն ամենայնիվ կա։ Կա մի խմբակ, այ քիչ հերո էստեղ նստած, այն նրանց պետք է այդտեղ գցել։ Թե ճիշտ եք ուզում իմանաք, որտեղ բանը, չինացիք ասեցին, գանք դնենք, աղբը լրի մշակենք, սարքենք ինչ-որ մի պետական բան, պետքական բան։ Պետք է արվի էդի, որ աղբը չհավաքվի, որ այդպես բաներից խուսափենք։ Պետությունը պետք է դնի, էդի ամեն ինչը անի։ Աղբա մշակման մի հատ հիմնակ պետք է բացվի ու վերջանա գնա, որ աղբը չլցվի, որովհետեւ մի հատ տերիտորիան կարան ավելի հետաքրքիր բանի համար օգտագործել։ Կանասարքեն բնակելի շենքեր Ղարաբաղցիներին բերեն մարդիկ տանեն, որ տուն տան ապրեն, ոչ թե Վարշավ ապրեն։ Ինձ թվում է, որ ինչ որ մի խումբ պետքա ստեղծվի, որը որ շահագրգռված է ու հետաքրքրված է իրոք բնության մաքրությամբ, քաղաքի մաքրությամբ, մարդկանց առողջությամբ ու այդ խումբը աշխատի։ Միակ բանը այդ եմ տեսնում, որ շահագրգռված մարդիկ լինեն, սենց ասեմ։ Այդքանը կարամ ասեմ։ Գիտեք ինչ, աղբը վերամշակման գործարանները ամբողջ աշխարհում պատկանում են 50%-ը գոնե պետությանն է։ Աղբի վերամշակումը մեծ եկամուտներ է, չափազանց մեծ եկամուտներ։ Նրա համար ինձ թվում է մեր պետությունը պետք է գտնի մի հովանավոր, որ ոչ թե հովանավոր բիզնեսմեն, որը որ 50%-ը գոնե վերցնի իր վրա, 50%-ը պետությանն լինի։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ազատվել այս աղբի
վիճակից սարսափելի։ Այդ հարցը պետք է լուծվի, նորմալ մի հատ պետք է զիբիլի կայան ստեղծվի, ոնց որ ցիվիլ երկրներում այն կարծիքն է դա, թե չէ, այս վիճակով էսի վիճակ չի։ Այդ է իմ կարծիքը։ Ինչ արվել, ոչ մի բան չի արվել սովետական միությունից, ոնց այդ աղբը տարել են, լցրել են, նույն ձևի տարել են, լցրել են, ինչ արվել, ոչ մի բան չի արվել, իմ կարծիքով։ Դե դրա համար աշխատել է, պետք ստեղծել է, պետք, չգիտեմ, քաղաքապետն էլ ասում էր ինչ-որ ծրագիր կա, պիտի անենք, էս անենք, հիմա եթե ճիշտ լինի, շատ լավ կլինի։ Սարվանն է, այստեղ դու տանն ես, որ քեզ սպասում են դեռ կես գիշերին, որ կամ սիրում են, կամ հայհոյում են, երբ հիշեցնում են անհիշելին։